Գրել էինք, որ մեր ձևով շարժման ակտիվ անդամներից Արթուր Միքայելյանը 2015 թվականից չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ունի Գերմանիայի Դաշնության քաղաքացիություն։ Վերջինս սակայն շտապեց հերքել մեր տեղեկություններն ու տեսանյութ հրապարակեց, ցուցադրելով Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Խնդրեմ, մեծ սիրով, ՀՀ քաղաքացի եմ եւ պաշտպանության նախարարի թեկնածու չեմ։ Մի անհանգստացեք։ Փորձեցինք մեր աղբյուրից լրացուցիչ տեղեկություններ ստանալ, քանի որ պարոն Միքայելյանը ցույց էր տվել իր անձնագիրը։ Ըստ մեր վստահելի աղբյուրի, Միքայելյանը 2000 թվականից ապրում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում եւ 2015 թվականին նրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվել է։ Միքայելյանը մինչև 2028 թվականը ունի Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ եւ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ապա ավելի ուշադիր նայելուց հետո նկատեցինք, որ Միքայելյանը ցուցադրելով իր Հայաստանի Հանրապետության անձնագիրը փակել է ոչ միայն ստորագրության եւ սերիայի հատվածները, այլև թե ում կողմից եւ երբ է տրված ու մինչեւ երբ է այն վավերական։ Այս տվյալները այնքան անձնական չեն, որքան սերիան եւ նույնքան անձնական են, որքան ծննդյան ամսաթվերը, ապա ինչու է պարոն Միքայելյանը փակել իր անձնագրի վավերականության ժամկետը, գուցե որովհետեւ այն անցած է։ Չնայած Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալուն Արթուր Միքայելյանը չի խորշում Հայաստանում ակտիվ ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալել, մինչև Սամվել Կարապետյանի ի հայտ գալն ու Հայաստանի ճակատագրով այսպես ասած մտահոգվելը Միքայելյանը սրբազան շարժում կոչված ընդդիմադիր միջոցառումների ակտիվ մասնակից էր։ Գերմանաբնակ Արթուր Միքայելյանի հետ, պարոն Միքայելյան, շարժման առաջին օրից փաստորեն աջակցություն եք հայտնել եւ միացել եք պայքարին։ Տպավորություն է, թե ձևովականների մոտ երրորդ երկրի քաղաքացիություն ունենալը առավելություն է, ու այս մարդիկ չեն էլ պատրաստվում Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելուց հետո գոնե հրաժարվել այլ քաղաքացիություններից։ Դե հունիսի 8-ից հետո էլ կյանք կա, հո Հայաստանը միակ ու վերջին հանգրվան ու հայրենիք չէ իրենց համար։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։